Հունվարի 26-ին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին զինված ուժերի ծառայողներ, տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հյուրեր։ Բացելով նիստը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց. Այսօր գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հավաքվել են Պաշտպանության նախարարությունում շնորհավորելու միմյանց այս նվիրական օրվա արդիվ եւ վերհիշելու այն դժվարին ճանապարհը, որը միասին անցանք Արցախյան ազատամարտի ու բանակաշինության 24 տարիների ընթացքում։ Տոնի արդիվ զինված ուժերի զինակից գործընկերներին շնորհավորական խոսք հղեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Երաշտագիտության և շնորհակալություն հայտնելու օր է, շնորհակալություն հայտնելու մեր զինվորին, որ այսօր կանգնած է սահմանին, շնորհակալություն հայտնելու մեր զոհված ընկերներին, հարազատներին, շնորհակալություն հայտնելու մեր թիկունքը ապահովող ոստիկաններին, որոնք աջակցում են կանգնած բանակի ստեղծման, շնորհակալություն հայտնելու յուրաքանչյուրից է և շնորհավորելու յուրաքանչյուրից զինվորից սկսած մինչև մեր լուսահոգի զոհվածներին, և թե ազատագրական պայքարի ժամանակ և թե այսօր։ Այսօր մեր լուսահոգիները ամրացնում են մեր երկնային բանակը, սպառաբեկ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Իրանք են մեզ ոգեշնչողները, այսօրվա դեպքերում կանգնած զինվորի ոգեշնչողները։ Շնորհավորում եմ բոլորիս, Աստված պահապան ձեզ տվեք, շարքերից մինչև գերարան։ Շնորհավորական ուղերձներով հանդես եկան հանրապետության տարբեր գերատեսչությունների պաշտոնատար ներկայացուցիչները։ Հանդիսավոր նիստի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ ակտիվ համագործակցության համար ի նշանավորում են զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձի մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 10, խարդախության 5 և յուրացման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վահե Հարությունյանն այսօր հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի խարդախությունների դեմ պայքարի գրասենյակի վարչության ղեկավար տիկին Պետրա Քնյուերին։ Տիկին Քնյուերը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունն արժանացել է Եվրոպական հանձնաժողովի խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի բարձր գնահատանքին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման համար։ Նա նշեց, որ այս հանդիպման նպատակն է պարզել, թե ոստիկանությունում էթիկայի ինչ նորմեր են սահմանված, դրանց պահպանման ուղղությամբ ինչ միջոցներ են ձեռնարկվում և խախտումների դեպքում ինչ պատժամիջոցներ են կիրառվում։ Վահե Հարությունյանը նշեց, որ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները սահմանված են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագրքով։ Խախտումների դեպքում ոստիկանները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ կոպիտ խախտումների դեպքերում ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկվում և տույժի տեսակը որոշվում է ոստիկանությունում գործող կարգապահական հանձնաժողովի կողմից, որը գործում է 2013 թվականից և որում ընդգրկված են նաև հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչներ։ Ոստիկանության ղեկավարությունը շատ է կարևորում այս հանձնաժողովի դերը, որը վկայությունն է հրապարակային գործելավոճի։ Տիկին Քնյուերը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության կարգապահական հանձնաժողովի առկայության փաստը։ Ամփոփելով հանդիպումը, կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագա համագործակցության վերաբերյալ։
Հունվարի 26-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացակ Ամբիչախչյանին։ Նիդերլանդների թագավորությունից զանգարած քաղաքացին հայտնել է, որ ծնվել է Հայաստանում։ Ծննդյան վկայականում իր ազգանունն այլ է, իսկ Հոլանդիայի կացության իրավունքը հավաստող փաստաթղթում նշվել է մոր ազգանունը և հիմա ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր մոր ազգանունով։ Մեր հայրենակցին պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու համար հիմք են հանդիսանում ծննդյան վկայականում առկա տվյալները։ Ուստի ազգանվան փոփոխման պահանջով անհրաժեշտ է դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին, այնուհետև դիմումը բավարարելու և փոփոխված տվյալներով նոր ծննդյան վկայական ստանալուց հետո անձնագրային ծառայություն։ Թուրքիայից զանգարած քաղաքացին տեղեկացրել է, որ կորցրել է Հայաստանի քաղաքացու անձնագիրը, իսկ Թուրքիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության բացակայության պատճառով չի կարող ստանալ վերադարձի վկայական։ Քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում կամ վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել հյուպատոսական հիմնարկ, վերադարձի վկայականն օրինական ներկայացուցչի, անձի ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգեբարձուի կամ ամուսնու, երեխայի, քրոջ, եղբոր, ինչպես և լիազորված անձի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Օտարերկրյա մեկ այլ պետությունից զանգարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումը հնարավոր է արդյոք հանձնել լիազորված անձի միջոցով կամ փոստով։ Նրան պարզաբանվել է, որ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ։ Օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն, իսկ Հայաստանում գտնվելու դեպքում անձնագրային և վիզաների վարչություն։ Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա փետրվարի 2-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև press@shnik.police.am, դիմում shnik.police.am էլեկտրոնային հասցեներին։